Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին։ Եվ այս կարճ տեսանյութում, սիրելիներս, ուզում եմ խոսել շատ կարևոր թեմայի շուրջ, այն մասին, թե ինչ ըստ էության տեղի ունեցավ երեկ Հայաստանի Հանրապետությունում, այսինքն խորհրդարանական ընտրությունների մասին է լինելու խոսակցությունից, իհարկե բազմիցս եմ անդրադարձել, որ շատ կարևոր էին այս ընտրությունները եւ շատ ցավալիորեն ճգնաժամային իրադարձությունների այսպես հիմք կարող են լինել, ըստ էության այդ մասին ենք այսօր խոսելու, ճգնաժամային զարգացումների սկիզբ կարող են դնել Հայաստանի Հանրապետությունում եւ այժմ բացատրեմ թե ինչու։ Սիրելիներս, ես բազմիցս անդրադարձել եմ այն մասին, որ ըստ էության այս ընտրությունները, ինչպես նաեւ մյուս բոլոր ընտրությունները, նախկին ընտրությունները նույնպես ըստ էության դրանք ընտրություններ են առանց ընտրության։ Մի ամբողջ վիդեո եմ նվիրել այս թեմայով, եթե չեք դիտել, անպայման դիտեք, այժմ վերևում հղումը կա, դուք կտեսնեք այդ վիդեոյում, որը կոչվում է ժամանակը գնաց, ընտրությունը առանց ընտրության, ես շատ մանրամասն մեկ ժամից ավել խոսել եմ եւ բացատրել եմ, որ ընտրությունը իրականում թվացյալ է, չնայած քաղաքական մասնակցող քաղաքական ուժերի բազմազանության, շուրջ 18 քաղաքական ուժ եւ դաշինք էր մասնակցում այս ընտրություններին, բայց իրականում իրական ընտրությունը երկու բևեռների միջև էր, այսինքն դա թրքահպատակ սորոսացին այս ԿՊԱ-ական ուժներ, ԿՊ կուսակցությունը, քաղաքացիական պայմանագիր համար 16 եւ քրաօլիգարխիկ ուժերի միջև, այսինքն դա Ռոբերտ Քոչարյան, Սավել Կարապետյան, նախկին ուժերի միջև Գագիկ Ծառուկյան, ըստ էության ընտրությունը այս ուժերի միջև էր, որոնք եւ երեք այդ ուժերը ուրեմն կենտրոնական ընտրական հանձնաժողովի հենց նրանք երեքն էլ անցան ըստ էության խորհրդարան, սիրելի բարեկամներ, եւ դա շատ կանխատեսելի է, շատ արդյոք ուրեմն սթափ դատող մարդը խելքը գլխին անձնավորություն, այսպես ասած, կարող է ընտրություն անել այս երկու բևեռների միջև եւ հույս ունենալ, որ Հայաստանը կունենա լավ ապագա, իհարկե ոչ։ Այս քաղաքական ընտրությունները միայն խորացնելու են քաղաքական ճգնաժամը, չգիտեմ, Հայաստանի Հանրապետության լինելիության ճգնաժամը խորացնելու են, որը ի վերջո հանգեցնելու է Հայաստանի երրորդ հանրապետության անկման, որի մասին եւս ես բազմաթիվ անգամներ խոսացել եմ, եթե չեք դիտել, անպայման դիտեք իմ եթերները, տեսանյութերը եւ այլն, հարցազրույցներ եւ այլն, ես շատ եմ խոսացել Հայաստանի երրորդ հանրապետության անկման մասին եւ դրա պատճառների մասին։ Բայց այս վիդեոյի տեսագրման հիմնական պատճառը մի հետևորդուհու հաղորդագրություններն են, որոնք իսկապես շատ այսպես հուզիչ են եւ շատ ինձ ուրախացրեցին։ Այդ հաղորդագրության մեջ իմ հետևորդուհին զարմանք էր հայտնում, ասեց ես շատ զարմացած եմ, ինձ թվում էր, որ դուք քոչարանական եք, չգիտեմ ինչից եք դուք արել այդ եզրակացությունը, հարգելի բարեկամներ, բայց շատերն են անում այդ եզրակացությունը, ինչից եք դուք ենթադրում, որ ես քոչարանական եմ, գրեք մեկնաբանություններում, բայց տեսնելով նաև նա եւ նա ես ենթադրում եմ դասախոս է եւ նրա ուսանողները, որոնք ինձ հետևում են, շատ շնորհակալ եմ սիրելի բարեկամներ, որ անգամ երիտասարդ սեգմենտը ինձ հետևում է, շատ ուրախ եմ այդ կապակցությամբ եւ շատ ողջունելի
է եւ նրանք ցույց տվեցին իրենց դասախոսուհուն այդ իմ հետևորդուհուն իմ գրառումը մի երկու օր առաջ ընտրություններից առաջ կամ լռության օրներ կարծեմ լավ չեմ հիշում լռության օրներ ես քանի որ չէի հասցրել ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի աստղային քարտեզի ամբողջական վերլուծությունը նաև չէի հասցրել նկատառումները սանել Սամվել Կարապետյանի այդ հնարքների նախընտրական հնարքների հետ կապված ես որոշեցի պարզապես ստատուս գրել Facebook-ում եւ դուք կարող եք իմ Facebook-յան էջին, եթե հետեւում եք, տեսել եք, անպայման կարդացել եք այս ստատուսը, եթե չեք կարդացել, անպայման կարդացեք, այդ որը այդ ստատուսը բուրըն քննարկումներ առաջացրեց։ Ես այնտեղ իհարկե ներկայացրեցի, որ Ռոբերտ Քոչարյանի աստղային քարտեզում արկա է ամենաանբարենպաստ աստղաբանական փոխհարաբերությունները մոլորակների, որոնք հնարավոր են երկու մեծ քառակուսի, այսինքն երբ մոլորակները միմյանց հետ կապնվում են այդ քառակուսի հարաբերությամբ, դա նշանակում է, դա գուժում է մեծագույն ճգնաժամ, մեծագույն խնդիրներ, մեծագույն վտանգներ։ Բայց Ռոբերտ Քոչարյանի մոտ ամենաանբարենպաստ աստղային փոխհարաբերություններն կոնստրելացիաներն են, որոնք ընդհանրապես կարելի է պատկերացնել, որովհետև երկու մեծ քառակուսի է մեկի փոխարեն։ Եվ ես բերեցի այդ ստատուսի մեջ Facebook-յան ես ներկայացրել էի նաև Թրամփի մասին էի գրել, որ ահա Դոնալդ Թրամփը նմանատիպ աստղաբանական փոխհարաբերություններին արկայության պայմաններում երկրորդ անգամ ընտրվեց ԱՄՆ-ի նախագահ, որին հաջորդեց փետրվարի 28-ը, գիտեք, Իրան Իսլամական Հանրապետության վրա հարձակումը ԱՄՆ եւ Իսրայելի եւ որ այդ պատերազմը մինչ օրս շարունակում է, որովհետեւ այս գիշեր նույնպես Իրանը ուրեմն հարվածի տակ է պահել Իսրայելի տարածքը։ Դու գիտեք, երևի հետևում եք լուրերին։ Եվ համեմատեցի, իհարկե Ռոբերտ Քոչարյանի մոտ շատ ավելի վատ աստղաբանական կոնստրելացիան, որտեղ Դոնալդ Թրամփի մոտ մի փոքր ավելի մեղմ էր։ Այնտեղ կային նաև բարենպաստ աստղաբանական փոխհարաբերություններ, սայլը եւ այլն, որոնք ըստ էության հասցրեցին այդ սելը չի ճռում, սել որն է ճռում այդ ասացվածքով հասցրեցին Դոնալդ Թրամփին, ուրեմն երկրորդ իր նախագահական ժամկետին թույլ տվեցին նրան, այսինքն ընտրվել է։ Այս դեպքում իհարկե Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես նախ շատ քիչ ձայներ է հավաքել, նա երրորդ տեղում է, որը որ ես ըստ էության ամբողջությամբ կանխատեսելի է, այդպես էլ եղավ, նա երրորդ տեղում է եւ ընդհանրապես, այսպես ասած, մեծամասնության հավակնել չի կարող եւ իշխանություն վերցնելու այստեղ խոսակցություն չի գնում, բայց այնուամենայնիվ ես ներկայացրել էի, որ եթե այդպիսի վատ մոլորակային փոխհարաբերություններով ինչ որ քաղաքական ուժ կամ քաղաքական ուժի առաջնորդ գալիս է իշխանության, կապ չունի դա խորհրդարանում է ընտրվում կամ նա երկրի նախագահ է դառնում, դա ըստ էության այդքան էլ կարևոր չէ։ Հետևանքները շատ ցավալի են լինում։ Եվ նաև ներկայացրեմ Սամվել Կարապետյանի մասին, որը ըստ էության այդ քրեա օլիգարխիկ համակարգի փայլուն ներկայացուցիչներից է, նրա այսպես անհեթեթ ինչ որ նախընտրական, ես չգիտեմ ով է նրան խորհուրդ տվել հայոց եռագույնը 3 մասի բաժանել, չգիտեմ ճղել Հայաստանի քարտեզը կամ ցեղասպանության հուշահամալիրը մզկիթի տեսքով ներկայացնել կամ ներկայացնել այդ տեսանյութերը, որտեղ հենց այդ կատաղած գազազած ադրբեջանցիները այսպես բաներով շատ ագրեսիվ տեսքով ներխուժում են Հայաստան, դա լրիվ հակառակ էֆեկտն է, գիտեք, թողնում մարդկանց վրա։ Այսինքն որ ուժերի միջև ստապ դատող հայ մարդը, որը իսկապես հիմար չէ, որը գիտի Ռոբերտ Քոչարյանի բոլոր հանցանքների մասին,
որը գիտի Սամվել Կարապետյանի այսպես միլիարդները, դե գիտեք, որևիցե միլիարդատեր, նա արդար քրտինքով միլիարդի չի հասնում, որևիցե արդար աշխատող, չգիտեմ, 100 տարի էլ աշխատի, 200 տարի էլ աշխատի, միլիարդ չի աշխատի, այսինքն այդ բոլոր կարողությունները ձեռք են բերվում որոշակի, այսպես ասած, հոգին ծախելու գնով, եւ մենք տեսնում էինք նրա այդ վիդեոներում, երբ որ նա տեսաուղերձներ էր հողում իր աշխատասենյակից, ետևի պլանում ամենաբարձր տեղում դրված էր դոլարի այդ $100 այդ պատկերի վրայի այդ Ֆրանկլինը, հա, այդ Բենջամին Ֆրանկլինի նկարը։ Եվ սա խոսում է մեկ բանի մասին։ Ես դրա մասին ասել եմ, բայց մեկ անգամ նույնպես հիշեցնեմ, որ հանկարծ ինչ որ մի իմ աուդիտորիայի մի մասը չմտածի, որ ես Սամվել Կարապետյանի կողմն եմ կամ ընդհանրապես սատարում եմ։ Դա նշանակում է ամենաբարձր տեղում դրված է $100 խորհրդանիշը, դա նշանակում է, որ նա ծախված, այսինքն նրա բարձ է, որ միլիարդ աշխատել հնարավոր չէ, դու ծախված, եթե դու հոգին չես ծախում եւ համապատասխան կառույցների, գլոբալիստական կառույցների անդամ չես դառնում։ Նույնը եռագույնը բաժանելը 3 մասի, ով է խորհուրդ տվել, ըստ էության դա իսրայելական այդ խորհրդականն է, գեներալ նախկին, որը ուրեմն ամբողջ նախընտրական այդ քարոզարշավը Սամվել Կարապետյանի խորհուրդներ էր տալիս եւ ուղղորդում էր։ Ինչ կարող էր նա խորհուրդ տալ Սամվել Կարապետյանին, բացի մի բանից, հակահայկական դրսևորումներից, եւ այդ հակահայկական դրսևորումները չափազանց շատ են։ Հնարավոր է նրանք դրա մասին չեն, բնականաբար դրանք չեն ասում դրա մասին, բայց մտնելով խորհրդարան, իսկ 100%-ով նրանք վերցնելու են այդ մանդատները եւ մտնելու են խորհրդարան, դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ մոտակա ժամանակներում ես դրա մասին ասել էի նաև, որ ընտրություններից հետո հանձնվելու են անկլավները, հուլիսին արդեն սկսվելու են TRIP այդ նախագծի իրականացում, իրագործումը, ճանապարհի շինարարություն, այսինքն Զանգեզուրի միջանցքը պետք է հանձնվի հուլիսին։ Եվ այդ բոլոր խորհրդաբանական այսպես նշաններով իշմար են տալիս այդ երրորդ համար իշմար է, այսինքն նա պատրաստ է, նա համաձայն է այդ ամենը անելու։ Եվ սթափ դատող, լուրջ մտածող հայ մարդը ում պետք է ընտրեր այս ընտրություններում։ Ըստ էության այս խորհրդարանը, ինչպես նշում են շատ վերլուծաբաններ, նաև ես եմ կանխատեսել, շատ ավելի վատն է, կան 8-րդ գումարման խորհրդարանը, այս 9-րդ գումարման խորհրդարանը շատ ավելի վատն է եւ շատ ավելի քաղաքական վակուում է առաջացած, այսինքն որևիցե քաղաքական միտք չկա, որևիցե լուրջ վերլուծություն չկա, ցավալիորեն միասնության թևերը չանցան խորհրդարան, ցավալիորեն, եւ սա ավելի եւ ավելի խորացնելու եւ արագացնելու է երրորդ Հայաստանի երրորդ հանրապետության անկումը, սիրելի բարեկամներ։ Այնպես որ ես ազատ եմ խոսում, ինչու եմ ես ազատ խոսում, որովհետև ես կաղապարված չեմ որևիցե քաղաքական ուժի պատկանելիությամբ, այսինքն ես չեմ պատկանում եւ չեմ զբաղվում քաղաքականությամբ, չեմ մտնում որևիցե քաղաքական միավորման դաշինքի մեջ, ոչ քոչարանական եմ, ոչ սերժական եմ, ոչ նիկոլական եմ, որևիցե քաղաքական կողմնորոշում ես չունեմ, այդ իսկ պատճառով ոչ ընտրություններից առաջ եւ ոչ ընտրություններից հետո ես կաղապարված չեմ, կարող եմ ազատ խոսել եւ ներկայացնել ձեզ իրականությունն է։ Սիրելիներս, ցավալիորեն երբ Հայաստանի Հանրապետությունը անկախացավ, ես բազմիցս դրա մասին իհարկե բարձրաձայնել եմ, ասել եմ բոլոր հարցազրույցներում, բոլոր նաև տեսանյութերում, եթերներում, որ 1991 թվականը պատահական չէր ընտրված Խորհրդային Միության փլուզման եւ անկախ պետականությունների ստեղծման համար, դա միտումնավոր էր արված, որպեսզի այսպես ստեղծվեն վերահսկվող, արատավոր համակ
համակարգ ունեցող պետություններ։ Այսինքն այդ գլոբալիստական ուժային կենտրոնները որոշում էին կայացրել ստեղծել վերահսկվող, իրենց կողմից վերահսկվող, իրենց կողմից այդ լծակները ամբողջը հավաքել են իրենց մեջ եւ այնպիսի համակարգ էին ձևավորել, ստեղծել այդ պետություններում, որովհետեւ նրանք հեշտությամբ կառավարվեն։ Դա վերաբերվում է ոչ միայն Հայաստանին, դա վերաբերվում է այդ թվում նաեւ մյուս այլ երկրներին, եւ Ադրբեջանին, եւ Վրաստանին, եւ Ղազախստանին, եւ Ռուսաստանին։ Եթե ձեզ թվում է, որ Վլադիմիր Պուտինը արտահայտում է ռուս ժողովրդի շահերը եւ այսպես ասած ազգանվեր գործունեություն է ծավալում, դուք չարաչար սխալվում եք, դա այդպես չէ։ Շատերը ասում են, որ ես նաեւ ռուսամետ եմ, սիրելիներս, ես հարգում եմ այդ ազգը շատ, այսպես նրա թե մտածողների, փիլիսոփաների, գրողների պատճառով սիրում հարգում եմ, բայց ես ամենևին չեմ աջակցում այն իշխանություններին, այ ազգադավ իշխանություններին, որոնք այժմ թե Ռուսաստանում են, թե Բելարուսում են, թե Ուկրաինայում են, դրանք մարդակեր իշխանություններ են, արդեն 1 միլիոն սլավոններից ավել, այսինքն թե ռուսներ, թե ուկրաինացիներ զոհ են գնացել այս հատուկ ռազմական օպերացիային, որը սանձարձեց Ռուսաստանը 22 թվականի փետրվարի 24-ին։ Սա սարսափելի է իհարկե։ Եվ ես միշտ հիշում եմ այդ Comedy Club-ի Դեմիս Կարիբիդիսի ասածը, որ ասում է это при Горбачеве были гласные, а при Путине все согласны, այսինքն չկա խոսքի ազատություն, չկա ազատ կամ արտահայտություն, ըստ էության նույն տոտալիտար համակարգն է, որը որ նաև Հայաստանում է, նաև այլ երկրներում է յետխորթային։ Եվ այդ համակարգը այնպես է ստեղծված, որպեսզի զարգանա անօրինությունը, բռնությունը, որպեսզի ընդհանրապես հնարավոր չլինի ժողովրդի ազատ կամ արտահայտություն լինի, այսինքն բազմիցս եմ նշել, որ ընտրություններով Հայաստանի երրորդ հանրապետությունը հնարավոր չէ փոխել իշխանությունը, բազմիցս ասել եմ դրա մասին, որտեղ համակարգը այնպիսին է, որ վերարտադրվում է նախկին իշխանությունը, որքան էլ դուք փորձեք, ինչ ուզում եք արեք, ինչքան ուզում եք կաշառեք, ինչ ուզում եք հորինեք, ինչ հնարքների իսրայելական գնացեք, միևնույն է, ընտրվում է գործող քաղաքական համակարգը, անօրեն, մարդակեր, ազատ խոսքը սահմանափակող, մարդկանց անպատճառ կալանավորող եւ այլն, այսինքն Հայաստանի երրորդ հանրապետությունը ըստ էության հակահայկական, հակաազգային պետական միավորում է, որը ստեղծված է Հայաստանի արևելյան Հայաստանի այս հատվածում, որպեսզի փաստորեն դառնա պլացդարմ Ռուսաստանի, Պարսկաստանի դեմ այդ գլոբալիստական ուժերի պլացդարմը դառնա, դրա համար է ստեղծված։ Եվ դա 91 թվականին այդ կենտրոններում այդ ծրագիրը ստեղծել են եւ նրանք քանի որ 10 տարի առաջ չեն մտածում, նրանք շատ հեռատես, այսպես ստրատեգիաներ են մշակում, հազարամյակների ստրատեգիաներ են նրանք մշակում։ Եվ հենց այդ պատճառով էլ որոշվեց, որ հենց 91 թվականին այդ վատ մորակային փոխհարաբերությունները Սև լուսինը, վերընթաց հանգույցը, Ուրանը եւ Նեպտունը միանում էին այդ եղջյուրում, դա ամենավատ, այսպես սև մոգ սխալ կեղծ գաղափարախոսություն, այդ աղանդները, այդ սորոսական կազմակերպությունները, այդ ամբողջը հենց այդ, այսպես ասած, մորակային դիրքերի վրա անմիջապես ներդրվեց այդ պետությունների մեջ, նրանց համակարգի մեջ, եւ մենք ունենք այնինչ ունենք, իհարկե Հայաստանում սա ամենասարսափելի եւ ամենաանմարտկային դրսևորումներն է ստացել ի տարբերություն այլ երկրների, որովհետև Հայաստանի դեպքում, այսպես ասած, խաղադրույքները շատ բարձր են, որտեղ Հայաստանը դա աստվածային երկիր է, մենք հնագույն քաղաքակրթությունների գենետիկական ինֆորմացիայի կրողն ենք, իսկ համաշխարհային կառավարությունը որոշում է կայացրել ընդհանրապես վերացնել այդ գենետիկա ինֆորմացիայի կրող ազգերին, որ պաղեստինցիներն են ոչնչացվում, լիբանանցիներն են, սիրիացիներն են ոչնչացում, ցեղասպանություն է տեղ ունենում այդ բոլոր երկրների
ընտրությունների տարածքներում եւ դա պատահական չէ, բազմիցս ասել եմ դրա մասին։ Հայաստանը ներգրաված է այս բոլոր գործընթացներում։ Եվ բնականաբար մենք չենք կարող ակնկալել, որ ազատ, այսպես ասած, որևիցե ազատությունների մասին խոսք չի գնում, որևիցե ազատ ընտրությունների մասին խոսք չի գնում, եւ բնական է այդ ֆարսը, որը կոչվում է ընտրություններ Հայաստանի երրորդ հանրապետության ողջ ընթացքում, դրանք դա եղել է պարզապես կեղծիքների մի ամբողջ կծիկ, եւ այս ընտրությունները նույնպես իհարկե բացառություն չեն, բայց սիրելի բարեկամներ, շատ ուրախ եմ, որ սթափ մտածող մարդիկ կան Հայաստանում եւ նրանք իսկապես ես փակել եմ իհարկե այդ Facebook-յան այդ գրառման կոմենտները, ինչու, որովհետեւ այն ինչ վիրավորանքները, որոնք գրում էին ինձ քոչարանական ֆեյքերը, ուղղակի աննկարագրելի էր։ Դե ձեզ թվում է, որ միայն Փաշինյանն է ֆեյքի միջոցով գործում, ոչ, ընդդիմությունը շատ ավելի սարսափելի ֆեյքերի ֆաբրիկաներ ունի եւ եւս մեկ անգամ դրանում համոզվեցի սիրելիներ։ Դրա համար ես փակել եմ, ուղղակի քանի որ ես լուրջ մասնագետ եմ, ես չեմ կարող անպատվություններ, քֆուրներ թույլ տալ իմ Facebook-յան էջում։ Դրա համար փակել եմ այդ գրառման տակ մեկնաբանությունները, դուք կարող եք այս նաև Facebook, YouTube-ում նույնպես գրառումների բաժնում այդ ստատուսը Facebook-յան տեղադրված է։ Դուք կարող եք այնտեղ նույնպես թողնել հայտ ձեր կարծիքները, ձեր մեկնաբանությունները կարող եք թողնել այս վիդեոյի տակ։ Եվ ասածս ինչ է, ինչու եմ ես 21 րոպե արդեն խոսում, ասածս նա է սիրելի բարեկամներ, այո, այդ սորոսական, թրքահպատակ, գլոբալիստական ուժերը, նրանք հայ ժողովրդի ոչնչացման ծրագիրը այսպես ասած լայն խոդի են գցել, դե դուք գիտեք դերևս 1915 թվականի այդ հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի վերջում, 21-րդ դարի սկզբին 2023 թվականի արցախցիների ցեղասպանությամբ եւ տեղահանությամբ, այդ բոլորը մի շղթա է, այսինքն մի ծրագիր, որը հարյուրամյակներ է իրականացվում։ Այո, նրանք սպանեցին այն քաղաքական գործիչներին, որոնք հայամետ էին, որոնք կարող էին մեր շահերը պաշտպանել եւ մինչեւ վերջ տանել, նրանք սպանեցին ուրեմն Վազգեն Սարգսյանին եւ Կարեն Դեմիրճյանին, նրանց թվում էր, որ նրանք մեզ թաղել են, բայց նրանք չարաչար սխալվում են, մենք սերմեր ենք եւ մենք անպայման ծլելու ենք սիրելի բարեկամներ եւ անպայման մենք միասին կստեղծենք այդ նոր Հայաստանը սիրելի բարեկամներ, կգա այդ բաղձալի ժամանակը եւ երբ կվերանա այս հակամարտկային, հակահայկական երրորդ հանրապետության համակարգը, այս կմաքրվի այդ կեղտը մեր սուրբ հողի վրայից եւ իշխանության կգան իսկապես ազգասեր, կձևավորեն այդ ավելի ոչ թե իշխանության կգան, նրանք կձևավորեն, կծնեն այդ հայրենասեր ուժերը, այդ հայանպաստ ուժերը, նոր Հայաստանը։ Եվ անպայման այդ նոր Հայաստանը գալու է սիրելի բարեկամ, այսինքն եթե կան մարդիկ, ովքեր համակարծիք են իմ հետ, ովքեր պատրաստ են դրան ու ժամանակը կգա, ոչինչ, մենք կսպասենք, ոչինչ, թող 10 տարի հետո լինի, բայց անպայման մենք դա պետք է անենք սիրելի բարեկամ։ Նրանց թվում է, որ հայը արդեն կորած է, հայը արդեն սպանված է, հայը արդեն այնքան է բռնաբարված, այնքան է տրորված, այնքան է կզծրած, որ էլ չի հառնի, բայց նրանք սխալվում են, մենք սերմեր ենք սիրելի բարեկամներ, եւ մենք անպայման կծլենք, կգա, այո, կգա վրիժառուն, նա գալու են եւ ստեղծվելու է, ծնվելու է նոր Հայաստանը, իշ, այսպես ասած, արդեն ազգային գաղափարախոսությամբ, բոլոր դրական ուժերի միավորմամբ
որոնք հայ ժողովրդին կտանեն նորանոր նվաճումների, նորանոր բարձրունքների եւ անպայման հայոց աշխարհը ծաղկելու է սիրելի բարեկամներ, ահա այսքանը անպայման բաժանորդագրվեք Աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ իմ YouTube-յան ալիքին եւ կեցե այն Հայաստանը, որը վաղն է գալուս, տեսություն